Ողջույն։ Շիրակի հանրային հեռուստաընկերության եթերում այսօրվանից միասին ենք հետևելու դեպի ռադիոտանող նախագծի ընթացքին։ Անցնող տարվա դեկտեմբերին Շիրակի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց բաց մրցույթ ռադիոհաղորդավար դառնալ ցանկացողների համար։ Հայտագրման գործընթացից հետո մրցութային փուլ անցավ 45 մասնակից։ Նրանց համար ճանապարհը դեպի ռադիո սկսված է։ 102.5 մետր նախագծի ժյուրիի կազմում մեր իրականության մեդիա ձայներն են։ Հակոբ Պապիկյան, Լուսինե Բադալյան, Ավետ Բարսեղյան և Նազենի Հովանիսյան։ Նրանք լավ գիտեն ինչպես և ինչ չափանիշներով ընտրել ռադիոհաղորդավարներ, իսկ պահանջները պարզ են՝ ձայն, ուղղախոսություն, առոգանություն և բանավոր հաղորդակցման հմտություններ։ Նրանք, ովքեր 4 փուլերի արդյունքում կկարողանան անցնել մրցութային ճանապարհն ու հասնել 102.5 մետրին, կդառնան հաղթող։ Ժյուրին մասնակիցներին կհետևի և կգնահատի օնլայն, առաջին փուլից երկրորդ փուլ անցնելու հնարավորություն կտրվի 30 մասնակցի։ Բայց մինչ այդ մեր օրագրերը կպատմեն, թե ինչ փորձություն էր սպասվում 102.5-ցիներին առաջին փուլում, ինչն էր առավել դժվար, զվարճալի կամ անակնկալ։ Այս փուլի համար մասնակիցներից պահանջվում էր կարդալ նախապես տրված տեքստը։ Մեր տեսախցիկը հետևել է նրանց ու ֆիքսել ամենահետաքրքիրը։ Եվ այսպես, առաջին փուլ ռադիո ձայն, կադրեր 102.5-ի մրցութային տաղավարից։ Առաջին փուլ ռադիո ձայն։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ 2020 թվականին գյումրեցի Դյուցազնը պատրաստվում է ևս մեկ անգամ նվաճել օլիմպիական բարձունքը։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը փառահեղ հաղթանակով ավարտեց Ռիո 2016-ի օլիմպիական խաղերը։ Մեր 98 կիլոգրամ քաշային ըմբիշը կուբացի Յասմանի Լուգոյի հետ անչափ լարված և դրամատիկ պայքարից հետո հաղթեց 3-0 հաշվով և հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Նա դարձավ հայաստանցի 14-րդ մարզիկը, ում հաջողվեց նվաճել օլիմպիական բարձունքը։ Օսկարակիր դերասան Լեոնարդո Դիկապրիոն $65,000 է նվիրաբերել Հայաստանի մանուկներին։ Հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած Հայաստանի մանուկներ հիմնադրամի դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում տարեկան դրամահավաք երեկույթի ժամանակ Դիկապրիոն այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը։ Գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին։ Երկրի Մադոննան ամերիկյան Billboard պարբերականի կողմից արժանացել է տարվա կինկոչմանը։ Երկրին շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին իր 34 տարվա հաջողությունները գնահատելու համար։ Մադոննայի խոսքով երաժշտության մեջ նրա ներշնչման աղբյուրը Դեյվիդ Բոուին է։ Երկրին խոստացել է շարունակել պայքարը հանուն գենդերային հավասարության։ Forbes ամսագրի տվյալներով Մադոննան աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակում է։ Ավրորա մարդասիրական մրցանակի միջոցառումները հաջորդ տարի կտևեն 1 ամիս, մեկնարկելով ապրիլի 24-ին, երբ կհայտարարվեն հավաքնորդների անունները։ Ավրորա մրցանակը շնորհվում է հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց անձնվիրաբար և բացառիկ ջանքերով։ Տապնեկին ստանալու է $100,000 ԱՄՆ պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն։ 1 միլիոն ԱՄՆ տրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ 1956 թվականին հիմնադրված Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթը համարվում է Եվրոպայի ամենադիտարժան և ամենասիրված հեռուստանախագիծը։ Առաջին Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է հենց 1956 թվականին շվեյցարական Լուգանո քաղաքում։ Առաջին մրցույթում հաղթող պետություն ճանաչվեց հենց Շվեյցարիան։ 2003-ին ստեղծվեց մանկական Եվրատեսիլը։ 2005-ին Եվրատեսիլը նշեց իր 50-րդ տարեդարձը, որի ժամանակ հեռուստադիտողները ընտրեցին ABBA խմբի Waterloo երգը, որպես Եվրատեսիլի պատմության և Եվրատեսիլյան բոլոր ժամանակների ամենալավ երգ։ Ամեն տարի Եվրատեսիլ երգի մրցույթն իր շուրջն է հավաքում 180 միլիոն հանդիսատեսի։ Հայաստանը ևս ապահովում է իր կայուն ներկայությունը։ Եվրատեսիլին Հայաստանը մասնակցել է 2006-ից, իսկ մանկական Եվրատեսիլին 2007-ից։ Air Selfie Holdings Ltd ընկերությունը 2017 թվականին սելֆիի համար անօդաչու սարքերի զանգվածային արտադրություն կհիմնի։ Ընկերության ղեկավար Էդուարդո Ստրոպյանի ղեկավարած թիմն արդեն հավաքել է աշխատանքային մոդելը։ Սարքը հագեցած կլինի 5 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով։ Այն կունենա 4 գիգաբայթ հիշողությամբ քարտ և կարող է 20 մետր բարձրություն հավաքել։ Դրոնի արժեքը կկազմի $300։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է երկրորդ օլիմպիական խաղերին։ Այսօր այսքանը։ Շարունակեք հետևել 102.5 օրագրերին ու բացահայտել մեր մասնակիցներին։ Միացեք մեր ընթացքին ամեն օր երեկոյան 7-ին։ Կհանդիպենք վաղը, առայժմ։